ՄԱԿ-ի այս միջոցառումը ես կարծում եմ շատ առումներով ցուցադրական մի հնարավորություն է մեր ժողովրդին հասկանալու, որ աշխարհը ինչպիսի փոփոխությունների մեջ է գտնվում եւ այն աշխարհակարգը, որը ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսինքն ուրեմն Յալթայի եւ Պոտսդամի պայմանագրերով, որը մասամբ փլուզվեց Խորհրդային Միության փլուզումով, Արևելյան Եվրոպան փաստորեն անվտանգային ճարտարապետության մի ճամբարից անցավ մյուս ճամբար, ՆԱՏՕ անցավ, իսկ առաջի համաշխարհային պատերազմի ընթացքում ձևավորված այդ աշխարհակարգը, որը կիսատ էր փաստորեն Սայքս-Պիկոյի հնարավորություններով ստեղծված սահմաններ արհեստական մերձավոր արևելքի, նրանց հերթը դեռ չէր հասել, բայց մենք վերջի 15 տարիներին, արաբական գարունից հատկապես հետո, տեսնում ենք, որ այդ ճարտարապետությունը անվտանգության նույնպես փլուզվում է։ Հիմա այդ փլուզումը սկսեց տարածվել նաև ամբողջ աշխարհ։ Մենք հիմա տեսնում ենք նաև հարավ-արևելյան Ասիայում լարվածությունները, չէ՞։ Տեսնում ենք Հնդկաստան, Պակիստան, Թայլանդ եւ որ երկիրներ, Կամբոջան, հա, այդ երկրների լարվածությունները։ Սա ինչի մասին է խոսքը։ Որ երկիրը չի լարվածության։ Չէ, մեր ասածը այն է, որ աշխարհային կարգը, որը կար, ինքը գտնում է վայրիվերումների մեջ։ Եվ ՄԱԿ-ի այս նստաշրջանը փաստորեն դա շատ հստակ ցույց տվեց։ Այն աղմուկը, որը մենք դահլիճում տեսնում ենք, սուլոցներ եւ այլ, այդպիսի բաներ մենք չենք տեսել, չէ՞։ Այդտեղ կարծես թե ավելի հանգիստ մթնոլորտ էր, շրադատված, բանական եւ այլն։ Իսկ այստեղ բանականությունը կարծես արդեն դադարում է աշխատել, սկսում են զգացմունքները աշխատել անգամ։ Սա խոսում են մասին, որ աշխարհը իսկ աշխարհը մշտապես չի այս վիճակում եղել։ Պարբերաբար լինում են խաղաղ շրջաններ, հետո սկսվում է ուրեմն փոփոխությունների շրջանը եւ այսպես քաոտիկ հնարավոր։ Նախորդ այդպիսի շրջաններում հայ ժողովուրդը կարողացել է այնուամենայնիվ այդ ճգնաժամերից ճիշտ ձևով կողմնորոշվել եւ դուրս գալ։ Եթե եկել հասել ենք այսօրվան, չէ՞։ Խոսքը հազարավոր տարիների ընթացքում պարբերաբար տեղի ունեցող ճգնաժամերի մասն է։ Հիմա հերթական ճգնաժամն է տեղի ունենում։ Դրա համար այն խոսել են մասին, որ կայուն աշխարհ ունենք եւ այդ կայուն հավասարակշռված տարածաշրջան ունենք, ուժերի հավասարակշռություն կա, հնարավոր չի խոսել դրա մասին։ Եվ խոսել խաղաղության դարաշրջանի մասին այդ պայմաններում ուղղակի աբսուրդ է։ Եթե ուզում ես որ պատերազմ չլինի, ուզում ես խաղաղություն լինի, դու պիտի ատամներ ունենաս։ Եթե դու ատամներ չունես, ապա գիշատչին հրավիրում ես իրեն որպես ընթրիկ։ Դու դառնում ես ընթրիկ։ Ես հասկանում եմ դիվանագիտության կարիք կա եւ պետք է կարողանաս քո շահերը ներկայացնես այնպես, որ համընկնի այն երկրների շահերի հետ, որոնք ընդհանուր շահեր ունեն։ Սա դիվանագիտության պարզ բանաձևն է։ Ուրիշ բանաձև չկա։ Դիվանագիտությունը գեղեցկական խորամանկություն չի, որ գնաս ձևեր թափես, իրենք էլ չիմանան, թե դու ինչ ես ուզում։ Դու իրական շահերով պետք է առաջնորդվես, արժանապատվությունը չկորցնելով, բայց ունենալով որոշակի ճկունություն։ Հիմա տեսնենք, կա այդ ճկունությունը, թե մենք գործ ունենք ֆլուգերի, այն քամուտակ, ինչպես որ քամին որ կողմ ասում է, այն կողմը պատտվում է, այդպիսի մի հատ բան չունեցող, սեփական կամք չունեցող մի հատ իրի հետ իդեմս Նիկոլ Փաշինյանի, որտեղ ինքը որևիցե ձևով հայկական որևիցե շահ չի ձևակերպել։ Հայկական շահը իր համար ընդամենը խաղաղությունն է։ Խաղաղության անունը, հանուն խաղաղության մենք պատրաստ ենք ամեն ինչը տալ, միայն թե խաղաղություն լինի։ Եվ սա որոշ մարդկանց վրա ազդում է, հա, ասում են դե մենք փոքր ենք, խեղճ ենք, այս ենք, այն ենք, պիտի հարմարվենք, բա ոչ չենք գնալու այդ մեծ հսկա երկրների հետ ճակատ-ճակատի։ Ոչ ոք չի ասում ճակատ-ճակատի գնալ։ Հատկապես որ այդ մեծ երկրները փոխադարձ չեզոքացնող շահեր ունեն մեր տարածաշրջանում։ Դու պիտի քո կարողանաս քո շահը հասկանաս եւ այդ կարմիր գծերը ունենաս եւ իմանաս որ ինչ որ կարմիր գծերի դեպքում պիտի ատամ նաեւ ցույց տաս։ Հիմա ուր է այդ կարմիր գիծը, կարմիր գիծ չկա, ասում են այս սահմաններն են, հա, Հայաստանի, էսա մեր
սահմանները, ցանկապատը, ինչպես ինքը ձևակերպեց, հա, այդ ցանկապատը եթե իրավական թղթերի մեջ գրված է, արդեն մենք երջանիկ ենք, դրախտում ենք գտնվում, որովհետեւ թղթերի մեջ գրված է, որ այս ցանկապատը Հայաստանի ցանկապատն է։ Տեսեք, հələ մի հատ նայեք, Սիրիան այդպիսի սահմաններ չուներ, ցանկապատված։ Ինչ մնաց Սիրիայից, կամ քանի երկիր է մտել հիմա Սիրիա, կամ Կաթարի նման երկիրը, որը բարգավաճ հարուստ երկիր է, ռմբակոծվում է, չէ՞։ Այսինքն այսօրվա աշխարհում դա երաշխիք չի որևիցե ձևով խաղաղության։ Ինչքան ուզում ես հարուստ երկիր եղի, ինչքան ուզում ես դիվանագիտություն ունեցի, այդպես չի։ Եթե խաղաղություն է, խաղաղություն դա ուժերի հավասարակշռությունն է։ Սա անհրաժեշտ պայման է խաղաղության համար։ Հիմա այդ ուժերի հավասարակշռությունը ոչ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ոչ էլ տարածաշրջանային երկրների միջև ուժերի հավասարակշռություն կա։ Ինքը անկայուն հավասարակշռության վիճակում ենք, ժամանակավոր հավասարակշռության վիճակում ենք։ Աշխարհը լրջագույն փոփոխությունների մեջ է գտնվում։ Հիմա այդ պարագայում ինչ կարող է անել փոքր Հայաստանը, որը իսկապես փոքր է, պիտի իրատես լինենք իր քաշով, ռազմաքաղաքական քաշով փոքր է։ Եկ մի քանի օր առաջ ուրեմն Մուսալերում նշվում էր Մուսալերան հերոսամարտի 110-ամյակը, բավականին կարևոր առիթ էր, եւ այդ առիթը ֆրանսիական կառավարությունը պիտի պատվեր պաշտպանության նախարարության ներկայությամբ ֆրանսիական։ Ինքը վերջի օրերին նշանակվեց վարչապետ Ֆրանսիայի եւ ներկա չէր, բայց ֆրանսիական պատվիրակությունը եկել էր, այդտեղ ներկային թե սենատի ներկայացուցիչներ բարձրաստիճան, թե դեսպաններ ներկա, թե ծովակալ կար, թե ռազմական ներկայացուցիչներ, գրողներ, մտավորական հսկա ֆրանսիական պատվիրակություններ, որը եկել էր Մուսալերան հուշարձանում նշելու հայկական հերոսամարտի 110-ամյակը։ Իշխանության կողմից ներկա էր միայն համայնքապետը Արմավիրը, որը զոհվեց մի քանի օր առաջ։ Ուրիշ մարդ չկար իշխանության ներկայացուցիչ, որը նաև ընդդիմության ներկայացուցիչ էր, այլև իշխող կուսակցության ներկայացուցիչ չէր։ Եվ այդ միջոցառումը անգամ ցույց տվեց այն անպատվաբեր վիճակը, որում գտնվում ենք մեր հայ ժողովուրդը։ Այսինքն մեր այն դասը, որը մեր ամբողջ 100-ամյակի համար դաս դառավ նաև հրեա ժողովրդի համար, հա, որ իրենք դասագիրք սարքեցին դիմադրությունը ինչպես պիտի կազմակերպել հրեա ժողովրդի ամբողջ աշխարհով մեկ։ Մուսալերան 40 օրը բեսթսելեր է եղել 30-ական թվականներին, հարյուրավոր միլիոն օրինակներով վաճառվել է, ֆիլմեր են փորձել նկարել եւ այլն։ Այդ ամբողջը մեր համար արժեք չի այլևս։ Հասկանում եք, բարեբախտաբար այդ օրը ներկա էր սփյուռքահայ գործարար, գրող, հրապարակախոս Վահան Զանոյանը, որը հրաշալի ելույթ ունեցավ, եւ ես խորհուրդ կտամ մեր ուրեմն ունկնդիրներին ազգային ժողովրդավարական բևեռի Facebook-յան էջում մենք ամբողջությամբ այդ ելույթը դրել ենք։ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասնությամբ, ես հիմա շատ արագ պիտի թեզը ասեմ, որը կարևոր եմ համարում, որտեղ ինքը փորձում է այդ հիմնական դասը մեր այսօրվա համար արտածել Մուսալերան պատմությունից։ Ասում է, տեսեք, 15 թվականին հայությունը այնպես չէր, որ ինքնությունը կորցրել էր, Աստծուն չէր հավատում, շատ հավատացյալ ժողովուրդ էր, ավանդապաշտ, եւ իրենց այդ հավատքով իրենք գնացին Տերզոր։ Եվ նույն հավատացյալ ժողովուրդը կար նաև Մուսալերում, բայց Մուսալերի ժողովուրդը մի բանով էր տարբերվում, որ իրենք ոչ միայն հավատք ունեին առ Աստված, նաև հավատք ունեին առ իրենք իրենց նկատմամբ։ Իրենք գիտեին, որ Աստված իրենց տվել է ազատ կամք, եւ այդ ազատ կամքը եթե դու չես օգտագործում, դու Աստծո դեմ ես գնում։ Եթե դու պիտի պաշտպանվես, այլ ոչ թե հույսդ դնես Աստծո վրա, որովհետև Աստված քեզ որոշակի ազատություն տալիս է այդ գործողությունը կատարել։ Եվ իրենց հին զենքերով, որոնց հույս չկար, որ այդ զենքերով պիտի բանակի դեմ դուրս գան, հա, հսկայական Օսմանյան։
Եվ որևիցե հույս չկար, ոչ ոք չգիտեր, որ այդտեղ ֆրանսիական նավեր են հայտնվելու, ոչ մի հույս չկար։ Անհույս թվացող պայմաններում շատ փոքր հույս կար, որ այդ ծովի կողմից կարող է ինչ-որ մեկը մոտենալ։ Ամբողջ այդ 4000 հայությունը այդտեղի արարք կատարեց, անհավանական արարք, հավատի արարք կատարեց, եւ այդ հավատի արարքը հանգեցրեց նրան, որ մի ուրիշ հավատի արարք տեղի ունեցավ ֆրանսիական ծովակալի կողմից, որը որ չուներ թույլտվություն նավերը մոտեցնելու ափին։ Գիտեք, այդ ժամանակ արկեր էին գերմանական ծովեզերքով մեկ, եւ եթե պայթեր այդ նավերից մեկը, պատասխանատուն լինելու էր ծովակալը։ Բայց տեսնելով այդ խաչով դրոշակը եւ հասկանալով, որ այնտեղ դիմադրություն կա քրիստոնեական, ինքը ինքնուրույն արարք է կատարում, որոշում է, որ պետք է նավերից մեկը մոտենա ծովեզերքին։ Իդեպ ասեմ, որ այդ 5 նավերից մեկը 1 տարի հետո նույն կերպ մոտեցել է Բեյրութի ափին եւ ամբողջ նավի անձնակազմից մի հոգի է փրկվել։ Հենց այդ 5 նավերից մեկը ամբողջությամբ պայթել է։ Մի տարի հետո ընդամենը։ Այսինքն երկու կարևոր արարք է տեղի ունեցել, եւ այդ արարքների շնորհիվ այդ 4000 հոգին հիմա 50000 մուսալերցիներն են, որոնք ամբողջ աշխարհով տարածված են, այդ թվում Հայաստանում են։ Եվ այդ մուսալերցիների որակը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա տարբերվում է իրենց մտածողությամբ, որտեղ փոքրուց զենք են սովորացնում երեխաներին օգտագործել, երեխաների մեջ վախ չկա զենքի նկատմամբ։ Եվ այդ եթե գնաք անճար, կտեսնեք, թե դա հայկական կիբուցի օրինակն է, կենթանի օրինակի, թե ինչպես հանրությունը, համայնքը կարող է ինքնապաշտպանությամբ եւ բարեկեցիկ կյանքով ապրել եւ խաղաղ ապրել մահմեդական շրջապատում, շրջապատված 4 կողմից այլադավան ուրեմն գյուղերով, մնալով հարգված այդ գյուղերի կողմից եւ միաժամանակ պաշտպանված։ Ուրեմն, սա փոքրիկ այս օրինակը ժամանակին, երբ որ վերֆել է, եղել է Լիբանանում եւ ես հասկացել է, վերցրել է, դարձրել է դասագիրք, թե ինչպես պիտի դիմադրությունը կազմակերպել։ Եվ այդ դիմադրություն չի նշանակում, որ եթե դու դիմադրելու կարողություն ունես, դու խաղաղություն չես ուզում։ Ինչա, մուսալերցիները պատերազմ են անում Լիբանանում, ոչ։ Բայց իրենց հարգում են, իրենց կամքի համար, իրենց, որտեղ գիտեն, որ իրենցից կախված իրենք անելու են իրենց պաշտպանելու համար։ Սա պարզ լեզվով են բացատրում, որ խաղաղությունը մուսալերցիները գազաններ չեն։ Բազմաթիվ գիտեք գրողներ, հրապարակախոսներ, մտավորականներ, արվեստագետներ են տվել իրենք, բայց բոլորը հասկանում են այս պարզ ճշմարտությունը։ Հիմա Մուսալերը մի հերոսամարտի օրինակ էր, բայց մենք այլ հերոսամարտեր ունեինք, չէ՞, Ուրֆայում, ունեինք Վանում եւ այլն։ Այս վտակները դիմադրության, հա, այդ անկայուն ժամանակ նախորդ 100 տարի առաջ որը կար, վտակները գումարվեցին, դարձան Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արամ Մանուկյանի փորձը չլիներ Վանում, ոչ մի կովկասցի եւ երևանցի չէր կարող դիմադրությունը կազմակերպել անհրաժեշտ պահին։ Եվ այդ վտակները դարձան Հայաստանի Հանրապետություն, որի շնորհիվ մենք փրկվեցինք, դառանք հետո խորհրդային Հայաստան։ Խորհրդային Հայաստանը ոչ մի ձեւով չէր լինի, եթե չլիներ այդ դիմադրությունը ինքնուրույն, առանց ոչ մեկի։ Եվ բոլորը հարգեցին այդ ժամանակ։ Եվ թուրքերն էլ հարգեցին մեզ դրանից հետո։ Եթե 18-ից հետո նայեք հարաբերությունը 18 թվականի Սարդարաբադից հետո, չնայած Բաթումի պայմանագիր կար, այս կար, այն կար, չէ, բազմաթիվ բարդ խնդիրներ կային, բայց այդ պարագայում հանրապետության իշխանությունները արժանապատվությունը իրենց չկորցրեցին, իրենց ժողովրդին չասեցին դուք պիտի հրաժարվեք Արարատից, պատմությունից, ձեր պահանջներից եւ այլն։ Դիվանագիտությունը արեցին, իրենք շատ բարդ դիվանագիտություն են արել, բայց չեն հրաժարվել իրենց արժեքներից, իրենց եկեղեցուց, իրենց հիմնական բաներից։ Իսկ մենք գործ ունենք այսօր մի երևույթի հետ, երբ որ բառը հայերենում առաջի անգամ ստիպված ենք փոխառել լատիներենից կոլաբորանտ բառը։ Կոլաբորանտ բառը առաջացել է որպես
քաղաքական տերմին, ֆրանսիական պարտությունից հետո պետենը երբ որ պարտվեց, ինքը սկսեց համագործակցել թշնամու հետ։ Հայերեն բառ չունենք, բայց կարող ենք ասել կոլաբորանտ նշանակում է թշնամու հետ համագործակցող։ Եվ այդ համագործակցությունը, որը հիմա մենք տեսնում ենք, վերածվել է թելադրանքի իրականացման, որովհետև դիմացինը հասկանում է, որ աշխարհը այն սահմաններով, որով կար, չի լինելու այլևս։ Նոր տիպի իրականություն է առաջացել։ Տրանսնացիոնալ, անդրազգային իրականություն է առաջացել եւ հայ ժողովրդի հիմնական կապիտալները այս նոր աշխարհում դա հենց իր տրանսնացիոնալ բնույթն է, որը սփյուռքով է արտահայտվում, որը արտահայտվում է եկեղեցու ցանցով եւ այլն։ Եվ ուրեմն ինչ է պահանջում թշնամին, ասում է կտրտիր այդ ցանցը, թուլացրու քո ուժը այսօրվա նոր աշխարհում, որ դու պիտի ունենաս։ Եվ այն քաղաքականությունը, որ իրականացվում է Հայաստանում, այսպես կոչված 4-րդ հանրապետության, հենց այդ խնդիրն է լուծում։ Թշնամու օրակարգը եւ քաղաքականությունը, որը նա մշակել է 100 տարի հայերի դեմ, ինչպես կարող են դա անել, դա հիմա իրականացվում է թշնամու հետ համագործակցող իշխանություն կոչվածի միջոցով։